Աշխատասենյակումս լսում էի Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը։ Նախ ինքը շատ զուգահեռներ էր տանում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նյարդայնանում է, թե ոչ եւ այլն։ Իհարկե, տարբեր երկրների տարբեր պաշտոնյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որ թքում է քաղաքացիների վրա, այս կամ այն առիթով այնպես որ նյարդայնանալու չափ ու սահման կա։ Նաեւ Նյուզեյեմի հարցին, եթե չեմ սխալվում, պատասխանել, թե TV 5-ի հարցին պատասխանելից, պարոն Սիմոնյանը հարցնում է, թե որ միջազգային կազմակերպությունը։ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում Եվրոպական խորհրդարանում եւ իշխող դիրք ունի, ոչ դրա անդամ կուսակցությունները եվրոպական երկրների զգալի հատվածում։ Բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է ու իր նկատմամբ իրականացվող գործողությունները ունեն քաղաքական դրդապատճառ։ Նույնը արել է նաև կենտրոնամետ դեմոկրատների միությունը եւ մի շարք միջազգային ներկայացուցիչներ, անհատներ, կառույցներ, այնպես որ այս տեսանկյունից ես նպատակահարմար համարեցի գալ ու տեղում սուտը բացահայտել։ Կան միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, մասնավորապես Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, ով բանաձևով Արմեն Աշոտյանին ճանաչել է քաղբանտարկյալ։ Այ հիմա սիրով ձեր հարցերին պատասխան։ Պարոն Մամիջանյան, դուք Սիմոնյանը ասաց, որ իրենց թիմը այս 7 տարիների ընթացքում մի շատ ոլորտներում հաջողություններ է արձանագրել, մասնավորապես նշեց անվտանգային ոլորտը, դուք ինչ հաջողություններ։ Ես կասեմ, թե հիմնական հաջողությունները քաղաքացիական պայմանագրի որտեղ են զետեղված։ Բացում եք հատ առ հատ իրանց հայտարարագրերը, այնտեղ քաղաքացիական պայմանագրի բոլոր հաջողությունները, տները, մեքենաները, 0%-անոց վարկերը, այդ բոլորը հատ առ հատ նշան են։ Իսկ մեր քաղաքացիներին հերքել Ալեն Սիմոնյանի ասաց, որ անվտանգության ոլորտում իրանք հաջողության են հասել, իմ իմանալով անվտանգ երկրներում ԱԱԾ-ն հեռախոսահամար չի տալի գերի ընկնելու դեպքում։ Իմ իմանալով անվտանգ երկրները էֆեկտիվ կառավարում են իրականացնում իրենց ողջ սուվերեն տարածքի նկատմամբ, այլ ոչ թե առնվազն 200 քառակուսի կիլոմետր բառացի գտնվում է օկուպացիայի տակ ու իրենք դրա հետ կապված ասում են, որ ոչինչ չեն անելու։ Իմիջիայլոց պարոն Սիմոնյանը այսօր շատ հետաքրքիր բացահայտում արեց։ Ինքը ասեց, խոստովանեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը թելադրված է եղել ոչ Հայաստանի Հանրապետության մեջ գտնվող, այսինքն ոչ քաղաքացիների, ոչ իրանց կուսակցության, այլ ինչ որ այլ ուժերի կողմից, որտեղ ինքը իհարկե գոյություն չունեցող կապեր էր կառուցում, անվտանգություն, ավելի շատ կոկուպացնեին եւ այլն, այդ անջը հեքիաթ է։ Բայց փաստացի առաջին անգամ ԿՊ-ն խոստովանեց իրենք այլ ուժերի թելադրանքով օրենքներ են ընդունում։ Տոլի еще будет, շատ տենց բացահայտումներ են լինելու։ Լավ կլինի պարոն Սիմոնյանը ինքը սկսի բոլոր բացահայտումները անել։ Պարոն Ջանյան, ասացիք, որ իշխանությունը որքան էլ պնդում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, երեք հատկապես Տարոն Մարգարյանը հայտարարություն տարածեց, ըստ որի գլխավոր դատախազը միջնորդությամբ է գալիս ազգային ժողով իրեն անձեռնխելիություն զրկելու համար, ընդհանրապես քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Այս հանգամանքին ինչպես եք վերաբերում եւ ըստ ձեզ է սա քաղաքական հետապնդում։ Իհարկե դա քաղաքական հետապնդում է, որը տևում է 7 տարուց ավել Տարոն Մարգարյանի եւ Հանրապետականի մի շարք գործադիր մարմնի խորհրդի եւ շարքային կուսակցականների նկատմամբ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ եւ քաղաքակտիվիստներ նույնպես ենթարկում են քաղաքական հալածանքների, մանրամասնորեն պարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված շինց ու այդ բեմականացման հետ կապված վաղը քննարկումից անմիջապես հետո եւս մեկ ճեպազրույցով կանրադառնամ։ Իմիջիայլոց ընթացքում հիշում եմ, էլի ինչ ասել։ Պարոն Սիմոնյանը համարձակվեց 18 թվականի իրադարձությունների հետ կապված որակումներ անել կապված Սերժ Սարգսյանի հետ։ Ուրեմն Սերժ Սարգսյանը ասել է, թե ում է պարտվել։ Շատ ավելի հզոր այլ երկրների, այլ շահեր հետապնդող ուժերի։ Լավ կլինի, որ պարոն Սիմոնյանը իրենց մարզիչներին, իրենց քաղաքական ուժը այլ երկրներում գտնվող տերերի
վերաբերյալ այտենց վստահաբար պնդումներ չանի, էլի մեկ էլ տեսար կարող է պարզվի, որ իրականում իրենց քշողները, իրենց քաղաքական ուժը քշողները, արտերկրյա իրենց տերերը շատ ու շատ ուրիշ նպատակներ ունեն, որոնցից մի մասը արդեն իրականացել է, մի մասն էլ հիմա փորձում են իրականացնել։ Պարոն Մամիկյանյան, վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում ինչ որ ակտիվություն է նկատում քաղաքական վերլուծաբանները, մեկնաբանները, հեռախոսազանգեր եղան արտգործնախարարների ինտենսիվ 10 մի շաբաթվա կտրվածքով 2 քաղաքական խորհրդակցություններ։ Ալեն Սիմոնյանը պնդում էր, որ որևէ բան չի փոխվում։ Դուք միտում նկատում եք, որ փոխվում են։ Որևէ բան չի փոխվում։ Նիկոլ Փաշինյանը ունի արտաքին քաղաքական մեկ օրակարգ։ Այն ուժը կապ չունի թե երկրագնդի վրա որ երկիրն է, այդ երկիրը Հայաստանին ոնց է վերաբերվում, այդ երկիրը Հայաստանի հետ ինչ է ուզում անել։ Այն միջազգային ուժը, որը կապահովի իր վերարտադրությունը, իր իշխանության մնալը, նրա հետ ինքը պատրաստ է մի այլ կարգի բարիդրացիական հարաբերություններ պահպանել։ Այնպես որ այո, ոչ մի բան չի փոխվել։ Փաշինյանը շարունակում է տերման գալ։ Ռուսաստանի հետ անվտանգային հարցում ամեն դեպքում իշխանությունը հայտարարում էր, որ լուրջ տարաձայնություններ ունի, հապկի մասով եւ այլն։ Հիմա այդ խնդիրները լուծված չեն, բայց դուք ինչ եք կարծում, դուք ուրիշ շեշտադրում եք անում, այսինքն կարծում եք այս խնդիրները չլուծված կփոխվի Ռուսաստանը։ Շեշտադրումն եմ անում, ինքը պատրաստ է իրեն տեր ճանաչել ցանկացածին, ով կապահովի իր վերարտադրությունը։ Ու այստեղ աշխարհագրությունը, աշխարհաքաղաքականությունը բացարձակ կապ չունի։ Բայց Մամիկյանյան, իսկ այն որ հապ երկհա քարտիզանություններ ուզում եմ հասկանալ Ռուսաստանին կշարունակի երևի Ռուսաստանի դիրքորոշման մասով, այսինքն դուք կարծում եք, որ Ռուսաստանը Ես Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր եմ, ես Ռուսաստանի դիրքորոշումները չեմ մեկնաբանում։